Առանց մեր ներթափանցելու, առանց մեր խառնվելու էլ ինչ որ գործընթաց գնում է։ Շատ հայեր այնտեղ հիշելով իրենց արմատները գնում են կնքվում են հայկեղեցում։ Դրա համար Թուրքիայի բուն թուրքական համայնքը ինչքան էլ արտագաղթում են Թուրքիայից, մեկը քանակը չի նվազում։ Հա, ոնց որ անսպառ աղբյուր կա մի հատ այնտեղ, բայց այդ աղբյուրը կարելի է ավելի արագացնել եւ դա կարելի է թուրքերի հետ համաձայնեցված նաեւ անել։ Չեմ կարծում իրենց համար մեծ խնդիր է, որ մի քանի տասնյակ հազար կամ մի քանի նույնիսկ 100,000 հայեր տեղում քրդերից օրինակ վերածվեն հայերին։ Թուրքիո արումով կարծես տակավի մեր հասարակությունը հոմորկ մգա որ պետք է գադարվի ընդհանրակն է գադարվում, այսինքն ընդդիմությունը անընդհատ որևէ այդ ուղղությամբ ինչ որ շարժ շուտով մեղադրում է տուն թուրք ես եւ ես զգում եմ որ իրոք մեր հասարակությունը դակավին ոչ թե պատրաստ չէ երկխոսության, այլ նաև հոմորկ մգա որ պետք է գադարվի, չի գադարվում։ Սա ով պետք է անի, ի վերջո հասարակական գազམ་ագերբությունները թեր ունին, լրագրողները թեր ունին, իշխանությունը թեր ունի, բայց թերապաշխում չի գա եւ այդ թեմայով, այսինքն գիտեք, հարաբերությունը ուզում է Հայաստանը Թուրքիայի հետ նորմալացնի, բայց այդ արումով ինչ որ քայլեր պետք են եւ Հայաստանը պետք է գնա ընթരാճ իմ համեստ կարծիքով, չեմ դեռ դուք ինչպես այդ թելադրականությունը ինչպես կմեկնաբանեք, ինչ պետք է անի հայ հասարակությունը, որովհետեւ այսօր Թուրքիայի հետ հարաբերություններու բարելավումը ի նպաստ Հայաստանի է։ Ուրեմն տեսեք, եթե Հայաստան-Թուրքիայի համար 10-րդական, եթե ոչ 100-րդական նշանակություն ունի, Թուրքիան Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, դա միարժեք է։ Եվ էլի չափերի, հզորության, անհամարժեքությունից է դա գալիս, հա։ Ոչ տնտեսական առումով Հայաստան Թուրքիայի համար նշանակություն ունի իր 3 միլիոնանոց շուկայով։ Ոչ քաղաքական առումով առանձնապես բացի նրանից, որ անդադ ճնշումներ են ուղղակի Հայաստանի պատճառով ստանում, ուրեմն տարբեր եվրոպական, ամերիկյան երկրներից, եւ ոչ ռազմական առումով։ Հա, այդ իմաստով մենք առանձնապես Թուրքիային հետարքից չենք։ Եվ այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հարաբերությունների այդ շփումը վերջ-վերջում բացվի, սահմանները բացվեն։ Հա, միակ բանը, որ Հայաստանը իր համար կարևոր է, դա այդ թրիպի ճանապարհն է, որը Հայաստանով է անցնելու եւ փաստացի Հայաստան ունենալու է որոշակի լծակ նաեւ Թուրքիայի վրա, որ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը, բեռնաշրջանառությունը կապը Արևելքի հետ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի հետ Հայաստանի միջով է անցնելու փաստացի։ Ես չեմ ասում, թե Հայաստանը այնքան հզոր է, որ ինքնուրույն կկարողանա որոշի օրինակ մի օր սանկցիաների ենթարկի Թուրքիային եւ փակի, բայց եթե դա անի Արևմուտքի հետ միասին ընդհանուր արժեհամակարգի քաղաքական որոշումների շրջանակում, դրա համար իր փայաբաժին նաեւ քաղաքական շահաբաժինները ստանալով, դա Թուրքիայի համար խնդիր կարող է լինել եւ Թուրքիան, այո, շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ։ Տարական մի օրինակ բերեմ, ասենք եթե վաղը պետք է լինի Ղազախստան զենք ուղարկել Թուրքիայի կողմից։ Եվ Ռուսաստանը, ասենք, ինչ որ ճնշումներ գործածի ղազախների վրա, եւ ոնց որ Կասպից ծովի նավատորմը հզորացրեց Ադրբեջանի, իսկ ես ասեմ, երբ որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները սրվեցին, հրատապ ուրեմն ջրի վրայի դրոններ, այսինքն այո, գարթացի եսալ թուրքական մատակարարվեցին Ադրբեջանին, որպեսզի ինքը կարողանա Կասպից ծովում պաշտպանվել ռուսական նավատորմից, եթե հանգարց նման սպառնալիք լինի։ Իդեպ Ադրբեջանի բյուջեի ծախսի, ռազմական բյուջեի ծախսի մի զգալի մասը հենց Կասպից ծովի նավատորմի հզորացմանն ուղղված։ Հիմա նույնը կարող է Ղազախստանում տեղ ունենա, եւ այդ մատակարարումները այն ինչ որ ինքնաթիռով հնարավոր չի անել, պետք է արվի երկարգծով։ Հիմա հարցը Վրաստանով կկարողանա անի այդ պահին թե չէ կարող։ Թույլ կտա Վրաստանը։ Հարցերը։ Իսկ իրան այլընտրանքային ճանապարհի ցանկալի է եւ դա Հայաստանն ալնելու։ Իսկ Հայաստանը կարող է թույլ չտա էլի, չէ՞։ Այսինքն երբ պետքա թույլ տա։ Երբ որ իր շահաբաժինն նաեւ քաղաքական ստանա դրա դիմաց։ Այսինքն այդ կախվածությունն է նշանակում։ Եթե դու ստիպված մի բան տալիս ես դիմացինին, որպեսզի ինչ որ բան իրանից ստանաս, ուրեմն իրանից կախված ես։ Ինչքան է ուզում ինքը փոքր լինի։ Կամ պետք է հարցակվես զորով վերցնես, չէ՞, իսկ դա խնդրեմ է, այդքան հեշտ չի։ Ամեն բանի համար հարևանների վրա չես հարցակվի, ինչ որ բան ավելի հեշտ է զիջել, տալ։ Եվ այդ իմաստով լավ հարաբերությունները այդ մասով իրեն պետք են Հայաստանի հետ։
Այլ չեմ խոսում այդ ցեղասպանության հարցի, ուրեմն այդ շլեյֆը, որ միջև մա գալիս է վրա ծանրացած եւ այլն, որ ինքը շատ կուզենար, որ դրան զուգահեռ մենք կարողանանք առանց այդ հարցը բարձրաձայնելու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորեն եւ այլն։ Եվ այդ իմաստով այո, մենք պետք է աշխատենք, քաղաքացիությունն էլ, մամուլն էլ։ Բայց տեսնում եք, որ գա այդ բանը, չկա այդ էնտուզիազմն էլ չկա։ Ես չգիտեմ ովքեր են այդ միլիոնավոր դրամների դրամաշնորհներ ստանում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու արդեն տասնյակ տարիներ, եվրոպական դրամաշնորհը որ ստանում են։ Մի երկու հատ ձեռքը սնկած գիրք էին տպել ինչ որ 500 օրինականոց շատ հազար գունավոր սիրուն գիրք։ Ընտրել եք ու չեք գտել։ Ասենք ինչ որ ավելի շատ այդ միջոցները մսխելու ոնց որ հատուկ պլան ընդհանրապես նաև ասեմ ես մենք գործընկերներ ունենք, այսին Ագոսի շրջանակը գա։ Այ Ագոսը նորմալ գոնե կարողանում է այդ travel grant-երով մյուս շրջանակը գա եւ նաև ես այդքան էլ խանդավառ չեմ, որ մենք միջամուխը լանք Թուրքիո ներքին գործերուն, այսինքն սադարենք Թուրքիո իշխանություններուն թեմ բայկարող գազམ։ Հրան դեմքի հիմնադրամը բավական լուրջ աշխատանք կատարել է այդ առումով, ինքը ամեն տարի այդ ճանապարհորդելու դրամաշնորհներ է տալիս, փոքր դրամաշնորհներ, գոնե տրանսպորտային ծախսերը հոգում է, որ մարդիկ գնան, տեսնեն, ճանաչնան առնվազն։ Այո, գոնե ճանաչեն։ Ես ինքս 15 թե 16 թվականին օգտվել եմ, գնացել եմ, ասենք դու քո հաշվին ես այնտեղ մնում, բայց գոնե ճանապարհացի մի փոքր նպաստում է, որ գնաս։ Այո, բադուան է բացում, այո։ Սարու ձորը, ասեմ ձեզ, իմ պատկերացումների շրջանակը ինչ որ գարցեր ուղեղի մեջ այնտեղ գնալ եւ գնալուց հետո Սարուձոր կարծրատիպերը հագարակ էֆեկտ է դալիս։ Ընդ որում, եթե դու նույնիսկ շատ տեղեկացված ես Թուրքիայի մասին, պարզվում է այդ շատ տեղեկացվածը եթե կարծրատիպային է, չի բռնում, այո։ Քիրքը իրականության միշտ չի բռնում։ Դրա համար այդ այցելությունները, շփումները շատ կարևոր են։ Վերջը այս վերջերս շատ լավ է, որ այդ տրենդը գնում է արդեն ճշմարտությունը ծագումնաբանության մասին։ Երբ որ դու գիտես, որ դու նույն տեսակն ես գոնե գենետիկորեն նույն հողից ես, չէ՞։ Այո, արևելյան Թուրքիան ընդհանրապես չեմ ասում, այնտեղ մեծամասնությունը հայկական ծագում ունեն։ Մուշը, Վանը, մեծամասնությունը հայկական ծագում ունեն։ Թուրք են, անունով թուրք են, այսինքն ես միշտ ասում եմ, այդ համատությունն եմ անում, իրենք hardware-ով հայ են կամ հույն են, կամ արաբ են, իսկ software-ը թուրքական է։ Հիմա այդ software-ը թուրքական է ու իսլամական։ Այդ երկու բանն է։ Եթե իսլամը այլևս այդ ազդեցությունը չունենա մի օր, հա, իսկ դա մոտենում է, որտեղ սեկուլարիզացիան զարգանում է, այսինքն կրոնականությունը նվազում է։ Այդ իսլամի ազդեցությունը նվազի, կմնա մենակ ethnic software-ը թուրքական, այսինքն լեզուն եւ ինքնագիտությունը որպես թուրք, այսինքն այն Միջին Ասիայից եկած թուրք, կներեք, բայց այդ էլ հաղթահարվում է բարձ համեմատությունների միջոցով, օրինակ այն հայտնի պրոֆեսորի այցելությունը Միջին Ասիա, մի ծայրահեղ ազգայնական, թուրք ազգայնական մի պրոֆեսոր, Կսաբանչի համալսարան, եթե չեմ սխալվում, գնում է իր արմատները դեպի իր արմատները ոգևորված, որ գնում է ուսումնասիրություններ անի եւ այլն, շոկի մեջ հետա գալիս, ասում է մենք այնտեղ կապ չունենք, մենք այդ ժողովուրդների հետ կապ չունենք։ Ոչ մշակույթի տեսակետից, տեսեք, նույնիսկ մշակույթը, software-ը մերն է։ Այդ կիսով չափ, եթե ոչ ամբողջությամբ, հա, այն իմաստով, որ այդ խոհանոցը, նույնիսկ լեզվի մի ահագին մասը հայկական ներթափանցած ա եղել, Աթաթուրքը եկավ մաքրություն արեց ճակերտավոր եւ արաբական, պարսկական, օսմաներեն լեզուն թուրքերեն չէր, իրենք բերին սարքեցին թուրքական մաքուր ինչ որ բան։ Հայու ցերկով, Հակոբ Մարտայան Դիլաչարի ցերկով։ Հիմա դա էական չի, բայց ամենայն դեպս իրանք ամեն ինչ արեցին, որ software-ը բերեն զուտ մաքուր թուրքականի, բայց դա էլի եմ ասում։ Չի ստացվում, հա։ Ինքը եթե լրիվ անհամապատասխան է hardware-ին, hardware-ը պակաս կարևոր չի։ Ինքը պետք է բռնի, հա, համակարգչի օրինակն եմ բերում, որ նաև մարդիկ ավելի հեշտ պատկերացնեն, որտեղ դա բարդ սոցիո-հոգեբանական խնդիր է իհարկե։ Բայց հնարավոր է այդ հաղթահարել, չեմ ասում իրենց սարքենք հայ, դա անհնար է։ Բայց այդ մերձեցումը, այդ հաղթահարումը հակասությունների ավելի հեշտ կլինի, եթե դու իմանաս, որ դու նույն տեսակն ես։ Մաուգլիի մեջ տենց բան կա, չէ՞, տենց ռուսերեն ասում, մենք ես ու դու նույն արյուն ունենք։ Հա, Կիպլինգը իհարկե հանճար էր, ինքը խորացած էր։ Դա
hardware-ի մասին է իրականում խոսքը, հա, այդ արյունը քիչ բան չի։ Դա մեր արտաքին տեսքն է դրանից գալիս, շատ դեպքերում դա ազդում է նաև մեր վարքի վրա, մեր հարաբերությունների վրա, իրար հանդեպ սիմպաթիայի վրա, որտեղ շատ դեպքերում դա նպաստում է, որ մարդ ավելի համակրի իրեն մոտ տեսակին, քան թե շատ իրենից տարբերվողին, հա։ Այնպես որ այդ ամեն ինչը պետքա ուսումնասիրվի, մենք ունենք թուրքագետներ մատների վրա հաշված, բայց մենք պետքա թուրքագիտության ինստիտուտներ ունենանք, ոնց որ եւ ռուսագիտության իդեպ։ Երկու կարևորագույն պետությունները մեր համար անտեսված են մեր գիտության կողմից։ Արտաքին քաղաքական հասկանանք ինչ են մտածում, ինչ են ուզում, ով են, ինչ են, ոնց կարելի է հետներ հարաբերվել, ինչ քաղաքականություն են, ոնց է քաղաքականություն ձևավորվում իրանց, ոնց կապ ունի դա մշակութային շերտերի հետ, էթնիկ շերտերի հետ, կրոնական շերտերի հետ, այդ շերտերից յուրաքանչյուրի հետ ոնց մենք կարող ենք առնչվել, ոնց կարող ենք ազդել, ոնց կարող է դա մեր վրա ազդել, որտեղ այդ հակառակն է կարա տեղի ունենա։ Հետո այնտեղ կան լուրջ կրիպտո հայկական կամ դավանափոխ հայկական շերտեր, համշենահայություն կես միլիոնից ոչ պակաս եւ այլն, հազար ու մի հարցեր կա, որ հնարավոր է լուծել։ Առանց մեր ներթափանցելու, առանց մեր խառնվելու էլ ինչ որ գործընթաց գնում է։ Շատ հայեր այնտեղ հիշելով են իրենց արմատները, գնում են, կնքվում են հայկեղեցում, դրա համար Թուրքիայի բուն թուրքական համայնքը ինչքան էլ արտագաղթում են Թուրքիայից, մեկը քանակը չի նվազում։ Հա, ոնց որ համալերում անսպառ աղբյուր կա մի հատ այնտեղ, բայց այդ աղբյուրը կարելի է ավելի արագացնել եւ դա կարելի է թուրքերի հետ համաձայնեցված նաեւ անել։ Չեմ կարծում իրենց համար մեծ խնդիր է, որ մի քանի տասնյակ հազար կամ մի քանի նույնիսկ 100,000 հայեր տեղում քրդերից օրինակ վերածվեն հայերին։ Հիմա իրենց համար ամենամեծ խնդիրը քրդերն են, որտեղ իրենք դեմոգրաֆիական խնդիր ունեն։ Այդ որ ասում են թուրքերը բազմանում են, այդպես բան չկա։ Թուրքերը այսօր հայերի պես շատ ցածր, ուրեմն բան ունեն։ Վերարտադրողականության գործակից ունեն։ Իդեպ ադրբեջանցիներն էլ եւ չի բավականացնում ամբողջ ազգի վերարտադրության եւ իրենք հաշվել են, որ 50 թվականից հետո արդեն թուրքերի թիվը սկսելու է նվազել։ Այսինքն մինչև դարևերջ կարող է թուրքերը հայերի թվի հասնեն, եթե հայերը վերարտադրությունը չկանգնի, ընդհանրապես չվերանան վերարտադրության պակասի պատճառով, հա, օրինակ։ Իսկ քրդերը հակառակը, իրենք հաշվել են 50-60 թվին ավելի կարող է քրդերը մեծամասնություն ունեն Թուրքիայում։ Ճիշտ է։ Եվ իրենց համար դա է խնդիրը, ոչ թե ինչ որ քրդերի մի մասը պարզվի հայ են եւ իրենք նպաստեն դրան, որ պարզվի, իսկ մենք գիտենք, որ քրդերի մի ահագին մասը եկա ցեղախմբեր, զազաների եւ այլն, հայեր են ուղակի դավանափոխ եղած։ Հիմա գուցե աշխատենք թուրքերի հետ, այդ մարդկանց քրդերից բերենք դարձնենք հայ, միգուցե իրենց ավելի դա ձեռ տա։ Այդ պետքա քննարկվի։ Իսկ եթե ստերեոտիպները լինեն, որ հայերը իրենց թշնամիներն են, մենք է ստերեոտիպ թուրքերն են, մեր թշնամիներն են հավերժ, ընդ որում բոլոր թուրքերը անկախ նրանից ինչքանով են մեղսագրվել այդ ցեղասպանության մեջ իրենց պապերը նույնիսկ, նույնիսկ չէ, որ բոլորի պապերը խառնվել են, կամ նույնիսկ եթե ինչ-որ մեկի պապը խառնվել է, ինքը գալիս է հիմա ներողություն չոքած խնդրում, ոնց որ բանի Ջեմալի թորներ, չէ, կարծում եք։ Այո, Հասան Ջեմալ։ Բաներ կա, էլի պետք չի ամեն ինչ նույնացնել։ Իդեպ միայն թուրքերին չէ, ռուսներին էլ է վերաբերում։ Երեք այն բան կար, մի հատ բլոգեր կար, այդ Պիրաշկովը, որը որ Վարդավառը ծաղրել էր, դժգոհություն էր հայտնել եւ այլն։ Հիմա երեք ռուսները, այստեղի ռուսական համայնքը մի ցույց է արել արտադրության։ Այո, դու գալ կրարած է։ Հա, ու լրիվ արդարացի պահանջով։ Մարտոց սպանը խլել էին իրենց ցերքից։ Հա, ուրեմն մարդիկ գնացել են ինչ-որ բավական լավ բառ են ստեղծել եւ այլն։ Օրինական ճանապարհով։ Խափեփա նախկին ոստիկանից վարձակալել են տարածքը։ Ինչ-որ խաղեր 80,000 դրամով, որը բերե հասել է միլիոնավոր դրամների, դա էլ չի գոհացել իրան, ամսական միլիոնավոր։ Վերջը ուզեցել խլի, չէ, ավելի չէ, լրիվ ամբողջությամբ խլի։ Ինքը ու խլելա, խափեությամբ խլելա, հիմա այդ մարդիկ դիմել են ոստիկանություն, բայց գնանում են արտադրության նախնա դեմ բողոք են անում, մեկը գրել էր, նու ասենք ինչ-որ մարդիկ մի անգամից առանց հասկանալու, առանց խորանալու սկսեցին ասել, եկել են մեր երկրից ցույց են, այդ ով են իրանք որ ցույց անեն եւ այլն, այ քեզ մարդ են, եթե իրավունք խախտվի, կարա ցույց անե, բորոտ չեն, կամ երրորդ կարգի չեն, դու էլ նես բան չես, ռասիստ չես, որ առաջի կարգենք մենակ մենք կարանք, չէ՞ այդպես բան չկա։ Դեսած էր գրանում։ Բայց հարցը այդ չի։ Հարցը մեկն է գրել էր, երբ որ ասացի, բայց մարդիկ իրավունք ունեն, խախտվել է իրանց իրավունքները, ասում է դե գիտենք էլի իրանց հենա այն մեկն էլ վարդևորն էր ծաղրում։
Կներեք էլի, ասենք, այդ կարգի մտածողություն, ուրեմն ինչ որ մեկը, եթե ռուսներից այտենց բան ասե, ուրեմն բոլոր ռուսները ովքեր այստեղ եկել են, դրա համար պատասխանատու են ու բոլորին պետքա դրա համար պատժել կամ ինչ որ չթողնել իրանք իրավունքներ իրացնեն։ Դա ինչ մտածողություն է, էլի, մենք մեր մեջ կա խնդրեմ։ Մենք լուրջ մեծ բաներից ենք խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները, հələ մենք մեր միջի հարաբերությունները հասկանանք, մեր միջի տարական գիտելիքները, գիտակցությունը բարձրացնենք, իրավագիտակցությունը, քննադատական մտածողությունը մարդկանց զարգացնենք։ Հա, որ նաև չասեն, դե որ ինքը բանա, կաթողիկոսի շորերը հակել ձեռ մի տվեք, ուրեմն ինքը կաթողիկոս է։